Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ 293,729 դրամ ճիշտ այսքան է կազմել մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2025-ի հոկտեմբերի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատաճերով 6.3%-ով։ Իդեպ միասնական սոցիալական ծառայության տվյալներով 2025-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53,600 մարդ։ Աշխատանքի է տեղավորվել 10,072 աշխատանք փնտրող, որից 6,045-ը կին, 94-ը հաշմանդամություն ունեցող անձ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ աղքատության մակարդակն անհավասար է բաշխված Երևանում եւ ՀՀ մարզերում։ 2024-ի աղքատության առավելագույն մակարդակը հաստատվել է Շիրակի, ամենացածրը Սյունիքի մարզում։ Երևանում աղքատությունը հաստատվել է 16.9% մակարդակում։ Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանի բնակչության 78.7%-ը չի կարողանում առնվազն 1 շաբաթ տևողությամբ արձակուրդն անցկացնել տնից հեռու։ 76.8%-ը չի կարողանում տնից դուրս կանոնավոր կերպով մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սպորտը, կինոն, համերգը եւ այլն։ Բնակչության 70.2%-ը չի կարողանում փոխարինել մաշված կահույքը, ներառյալ կահույքի առանձին առարկաները։ Եվ վերջում զբոսաշրջային թվեր։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2025-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 2%-ով, կազմելով 2.1 միլիոն մարդ։